Սուր առավոտից։ Սուրճ սեր եւ իհարկե հաճելի տրամադրություն առավոտից, այս պարագայում շատ կարեւոր է հաճելի լավ տրամադրություն մաղթելը, պայմանավորված բնականաբար եղանակով։ Դուք միացել եք Հանրային ռադիոյին, ձեզ համար եթերում աշխատելու են Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանը, առաջարկում ենք սուրճի առաջին բաժակը խմել միասին եւ ուղիղ եթերից ձեզ ասում ենք բարի լույս։ Եվս մեկ անգամ բարի լույս հարգելի ռադիոլսողներ, բոլոր գործիքները գործարկված են, մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել, մուտք եք գործում armradio.am կայք, դիտել կոճակն եք սեղմում, այնտեղ լայվին եք հետևում, բնականաբար Facebook-յան հարթակում եւս լայվը կա Եվ իհարկե մեզ նաև կարող եք լսել, դուք գիտեք FM հաճախականությունները պայմանավորված թե որ մարդից եք մեզ լսում։ Բացի հաճախականությունների թվերից կա եւս մեկ անհրաժեշտ համար, որը պետք է հիշել 553702 այն հեռախոսահամարն է, որով մեզ կարող եք զանգահարել առաջիկա 1.5 ժամվա ընթացքում, պատասխանել մեր տարբեր հարցերին, կիսվել կարծիքներով, թեմայի մասին, ձեր բարի լույսն ու ողջույնները մաղթել միմյանց, այնպես որ սպասելու ենք ձեր զանգերին, փորձենք հնարավորինս ինտերակտիվ դարձնել այսօրվա եթերը։ Դեկտեմբերի 2-ն է հարգելի ռադիոլսողներ, 3 շաբթի է եւ իհարկե Ձմեռը լիրավ մտավ այսպես հունի մեջ, բայց այդուհանդերձ եղանակը կարծես թե դեռ աշնանային է եւ այսօր ձյան փոխարեն անձրև է տեղում, ինչը ես չէի մտածի, որ երբևէ կասեմ այս արտահայտությունը, ինչ լավ է որ անձրև է գալիս, օդի մաքրման տեսանկյունից բնականաբար շատերս ուզում ենք եւ առհասարակ ամեն եղանակ իր բարենպաստ կարեւոր գործառույթն ունի անելու եւ որքան էլ մեզ դուր գա կամ դուր չգա, դա նաեւ մեր առողջության համար է։ Համամիտ ես, չէ՞։ Այո, իհարկե համամիտ եմ եւ թե եղանակի հետ կապված, թե օդի մաքրման առաջիկայում անպայման կխոսենք, կունենանք հատված, երբ ձեզ կներկայացնենք այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը տանից դուրս գալուց առաջ պետք կլինի։ Մեր գործընկերը ռադիոլուրից կպատմի, թե ինչ է արվում օդի մաքրման հետ կապված, որովհետեւ գիտեմ, որ քաղաքապետարանից նույնպես այսօր նորություններ են ունենալու։ Մի խոսքով մեզ հագեցած առավոտ է սպասվում։ Ուրախ առավոտ ես կասեի, դրա մասին վկայում են հենց ռիթմերը, որ արդեն ներխուժեցին մեր եթեր, մնացեք մեզ հետ։ Առանց քեզ այս ամեն ինչիս է պետք ասա Դե ասա Հազար տարվա կյանք թե ինձ տան Հազար ու մի պարկ թե ինձ տան Հազար կանաչար թե ինձ տան Անգամ անգին զար թե ինձ տան Աստղով ես տուն եկա Լուսնով եկա, մոտ եկա Չբացված արշալույսից շուտ եկա Կարոտից գժվելով ճամպանկա Երկար քո դուրն եկա ուր ես բա
Սուրճ ու սեր առավոտից։ Պարավյարին ճանապարհեցինք, ակտիվ ռիթմեր էր իհարկե մեր եթերում եւ մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ հարգելի ռադիոլսողներ on-line հարթակում միանգամից ակտիվություն ցուցաբերելու համար։ Մենք ունենք երկու մեկնաբանություն, մեր մշտական ռադիոլսողներն են մեզ գրել, Կարինե Մկրտչյանը մեզ բարի լույս է մաղթում, ասում է բարի լույս, գեղեցիկ, խելացի ու բարեկիրթ իմ հաղորդավարներ ու մեզ ծաղիկներ է ուղարկել։ Շնորհակալ ենք։ Մեր շատ սիրելի Արմինե Հովսեփյանն է գրել, բարի լույս սիրելիներս, ձեր դուետը շատ հաճելի է լսվում, բոլորիս լավ եւ բեղուն աշխատանքային օր չհիվանդանաք այլևս։ Չհիվանդանանք, ով է ուզում հիվանդանալ, ոչ ոք չի ուզում, բայց այդպես ստացվում է, ինչ հետաքրքիր է ռադիոն, չէ՞, ձայնը կարող է քեզ մատնել եւ մի անգամից ուշադիր ռադիոլսողները հասկանան, որ փոքր-ինչ վատառողջ ես, ինչեւ է, բոլորին մաղթենք առողջություն։ Բացի դրանից ես ու Տիգրանը մատնել ենք քեզ նաեւ եթերում եւ ասել էինք, որ դու փոքր-ինչ վատառողջ ես եւ առողջություն էինք մաղթել, այնպես որ այո, այդ առումով նույնպես մի քիչ մեղավոր ենք։ Լավ, ես դեմ չեմ եւ հարգելի ռադիոլսողներ, վեգան երկից առաջ անոնսեց թե ինչ է մեզ սպասվում, բացի դրանից նաև եկեք փորձենք մի հարց հասկանալ։ Դա ինձ թվում է ժամանակների կարևոր հարցն է։ Ովքեր են ավելի շատ սիրում գնումներ կատարել, հագուստի մասին է խոսքը, շոփինգ անել, տղամարդիկ թե կանայք, իհարկե կանանց անունն է դուրս եկել, բայց եկեք հասկանանք ի վերջո կանայք։ Եվ անկեղծ լինենք, ամենակարևորը շատ անկեղծ լինենք, որովհետև միշտ չէ որ տղամարդիկ խոստովանում են, որ իրենք նույնպես շատ շոփահոլիկ են, այսպես ասած, եւ պակաս ծախսող չեն, քան մենք երեք էլ իրականում մի մեկնաբանություն ունեինք, հենց դրանից էլ այս հարցը ծագեց, որովհետև եթերից հետո երկար քննարկել ենք այդ թեման։ Մեր ռադիոլսողներից մեկը գրել էր, որ կանայք են շատ ծախսում։ Ես ու Տիգրանն էլ քննարկում էինք, որ որ հետևաբար մեզ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Այստեղ ծախսելը չի էականը, այլ շոփոհոլիկ լինելը, որ անդադար նոր հագուստ գնես, անպայման բրենդային հագուստ գնես, աղջիկները, թե տղաները, այ հետաքրքիր է։ Ինձ թվում է ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել։ Նախկինում եթե իսկապես կանայք էին ավելի շատ գնումներ կատարում, հիմա վստահաբար չի կարելի ասել, որ դա հենց այդպես է։ Բացի դրանից ես իմ ընկերներից, գործընկերներից շատ եմ լսել, որ տղամարդիկ դժգոհում են այն առումով, որ իրենց համար տեսականին էլ խանութներում շատ ավելի քիչ է եւ կանանց բաժինները միշտ շատ ավելի մեծ է, հետաքրքիր է, որ դժվար է ինչ որ գեղեցիկ հագուստ գտնել, հետեւաբար այս մասով նույնպես ձեր կարծիքը հետաքրքիր կլինի։ Դե կանանց բաժինը ավելի մեծ է, ավելի ընդարձակ է, որովհետեւ մեր հնարավորություններն ավելի մեծ են։ Փորիկներ, փումփուլիկներ, չրթլիկներ, չգիտեմ ինչեր, դե ձեր մոտ դրանք չեն լինի վերջո։ Ճիշտ է, արդեն սկսել են պրինտեր օգտագործել ծաղիկների նախշերով, բայց միևնույն է ինձ համար սա սուբյեկտիվ կարծիք է բնականաբար։ Ինչևէ, ինչ դուք կմտածեք, կզանգահարեք կամ մեզ կգրեք այս թեմայի շուրջ, մենք ձեր ուշադրությանը ներկայացնենք կարևոր տեղեկությունների չափաբաժինը։ Եվ այսպես հարգելի ռադիոլսողներ, փորձենք հասկանալ, թե ինչ եղանակ է սպասվում մեզ։ Այո, սա կարևոր տեղեկություն է, կարծում եմ, որպեսզի մենք հասկանանք, եթե դիտարկենք ու նայենք մեր հեռախոսներին, ապա կտեսնենք այս պահին 4 աստիճան է ցույց տալիս հավելվածը եւ պնդում է, որ օրվա ընթացքում մինչեւ 9 աստիճան կբարձրանա, անպամած է լինելու ըստ հավելվածի։ Տեղեկացնենք նաեւ, որ անձրևել է արդեն եւ ասենք, որ այսօր առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում, նաեւ գիշերային ժամերին ձյուն եւ ձնախառն անձրև, հովտային շրջաններում նաեւ անձրև եւ արդեն դեկտեմբերի 3-ից 6-ը նոր կսպասվի առանց տեղումների եղանակ, քամիել ունենք, այն արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը նաեւ ասենք, որ այսօր աստիճանաբար նվազելու է 2-ից 4 աստիճանով մինչեւ դեկտեմբերի 4-ը այսպես նվազում է տեղի ունենալու։ Եթե տեղափոխվենք մայրաքաղաք Երևան, ապա թույլ անձրևը արդեն տեղացել է, հուսանք չի լինի, բայց չենք կարող ասել կլինի թե ոչ, վաղվանից նոր առանց տեղումները կակնկալենք, բայց սա այն դեպքներ, որ կարծում եմ յուրաքանչյուրս ուզում ենք, որ անձրև գա, ի վերջո սա շատ մեզ համար կարևոր է նաև առողջության տեսանկյունից։ Թե ինչ, շարունակենք ներկայացնել կարևոր տեղեկությունները եւ գնանք ավտոճանապարհներին, երբ եղանակները թեթև վատանում են, արդեն իհարկե այստեղ նաև թեթև անհանգստություն է ի հայտ գալիս ավտոճանապարհների հետ կապված։ Փորձենք հասկանալ։ Հատկապես երբ նշեցիր, որ որոշ հատվածներում արդեն ձյան մասին է խոսքը, բայց բարեբախտաբար իրականում դեռ չկան փոփոխություններ, միայն պիտի ասեմ, որ փրկարար
ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով եւ նշում է նաեւ, որ Կորեայի ձորը շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սակայն Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր ավտոճանապարհները, այդ թվում Ստեփանցմինդա Լարսը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառապես ձմեռային անվադողերով։ Այո, սա շատ կարևոր հանգամանք է, թե ձեր կյանքի, թե ձեզ շրջապատող մարդկանց կյանքի հետ է կապված, այնպես որ լինենք պատասխանատու ինքներս մեր եւ մեր շրջապատի հանդեպ, երթևեկությունից սահուն անցում կատարենք օդային երթևեկություն եւ մենք գիտենք, որ եղանակով պայմանավորված այստեղ չվերթների հետ կապված կարող են լինել փոփոխություններ, ժամանման սանդղակն ենք դիտում, մուտք ենք գործել Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք եւ ասեմ, որ ունենք 2 վաղարժամ ժամանում Դուբայի թռիչքներն են կրկին, միշտ այդպես է, նրանք նույն ժամին գալիս են տարբեր ավիաընկերությունների եւ երկուսն էլ վաղարժամ են վայրեջք կատարելու, ուշադիր եղեք 12:25-ի փոխարեն վայրեջք են կատարելու 10:07-ին։ Եթե ունեք բարեկամներ, հարազատներ, որոնց պիտի դիմավորեք, հաշվի առեք այս հանգամանքը, որպեսզի նրանց սպասեցնել չտակ։ Տեղափոխվում ենք մեկնումների սանդղակ եւ դիտում ու տեսնում, որ եղանակը որևէ խոչընդոտ չի հանդիսացել, որովհետեւ ամեն ինչ ժամանակին է տեղի ունենալու եւ Զվարթնոց միջազգային օդանավակայանների աշխատակիցներն աշխատում են ըստ հավուր պատշաճի վարքյան, րոպե։ Իդեպ այո, նրանց հատուկ շնորհակալություն, որովհետեւ վերջերս նկատել եմ, հատկապես երբ այլ օդանավակայաններից ես գալիս, որ վերջին շրջանում շատ համակարգված է ամեն ինչ օդանավակայանում, շատ արագ է տեղի ունենում, ինչի համար շնորհակալ ենք։ Հրաշալի է ուղղակի մեր աշխատակիցների կատարած աշխատանքը, իսկապես այլ երկրներ ես նայում, հատկապես եվրոպական երկրներ ես նայում, թվում է թե Եվրոպա, բարև ձեզ, ոչ մի կանոնակարգված աշխատանք չկա, ոչ մի ուղղորդող մարդ չկա, ինչը մեզ մոտ Բնականաբար այո, ես նույնպես սիրում եմ մեր օդանավակայանը եւ եթե դուք պլանավորում եք օդանավակայան, այնուհետ մեկնել ինչ որտեղ վստահաբար ձեզ պետք է լինելու այն երկրի փոխարժեքը, ուր մեկնում եք, դրա համար հիմա ծանոթացնեմ հենց դրանց ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 381 դրամի եւ 19 լումայի, եվրոն 443 դրամ 21 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 8, վրացական լարին 141 դրամ 23 լումա, ներողություն, բրիտանական ֆունտ ստերլինգը 504 դրամ 16 լումա եւ դիրհամը 103 դրամ 78 լումա։ Ես ու Տիգրանը չգիտես ինչի կենտրոնացել ենք դիրհամի վրա եւ նկատում ենք, որ այն անընդհատ աստիճանաբար անկում է։ Դա սա կարևոր է, որովհետեւ մոտ է տարածքային առումով հասանելի է եւ մեր հայրենակիցները շատ են մեկնում, հետեւաբար նրանք կուզեին նաեւ տեղեկանալ այդ երկրի դրա փոխարժեքին։ Ես ճապոնական յենին եմ ուզում այսօր անդրադառնալ, այսօր կուրսը 24553 է։ Եթե Ճապոնիա եք մեկնում, նախանձում ենք ձեզ այո, նախանձում ենք միանշանակ։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, հաջորդիվ արդեն կներկայացնենք, թե օրը ինչով է նշանավորվել, ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, բայց մի բան հստակ է, մեր ռադիո լսողները բավականին ակտիվ մեկնաբանություններ են գրում, դրանց կանդրադառնանք ավելի ուշ, իսկ մինչ այդ հարգելի ռադիո լսողներ, եղանակին համահունչ Արսեն Սաֆարյանն է ձեզ ողջունում։ Ցուրտ դրսում անձրև էր դարձյալ Շողքունուսին դարձել են անձև Մարգարիտներ, որ հոսում են դանդաղ Ոչ ոք չի տեսնում անձրև է ավաղ Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ Դու շպտա Վարկիր օգնած քո աչքեր Եվ անշան Քեզ կայցել են տեսիլներ Ու կասեն Ինձ չես հիշում դու հիմա
Ուրախ այսօր գիշերներ երկար Քո հայացքում թախից կա օտար Թախից մի օտար Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ Դու շփտար Պակիր հոգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցելեն տեսիլներ ու կասեն Ինձ չես շում դու հիմա Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ Դու շփտար Պակիր հոգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցելեն տեսիլներ ու կասեն Երբ դու փակում ես օգնած քո աչքերը Քեզ այցելում են տեսիլներ Այցելում են տեսիլներ Եթե այցելում են տեսիլներ, թող դրանք բացառապես լինեն ուրախ տեսիլներ, ինչպես օրինակ այս երգն է, մենք սովոր ենք, որ պիտի լսենք երգեր անձրևի մասին, թախծոտ ու տխուր, մեղմ ու ռոմանտիկ, բայց արի ուտես, որ կան երգեր, որոնք ավելի ակտիվ ռիթմեր են փոխանցում։ Խոստացած on-line հարթակի տեղափոխումը իրականացնենք եւ կարդանք իհարկե մեր ռադիոլսողների գրառումները, այնքան հետաքրքիր լավ մեկնաբանություններ են գրել։ Լիլիա Պետրոսյանն ասում է բարի լույս, մաղթում եմ լավն ու բարին, շոփինգ անում են ավելորդ գումար ունեցողներ ու այստեղ սերով չենք պայմանավորում, դե ինչ որ չափ ճիշտ եք իհարկե։ Ձեզ հետ համաձայն ենք։ Մենք ո՞նց կարող ենք ձեզ հետ չհամաձայնել։ Այստեղ հարց կա։ Լինա Ստեփանյանն է այդ հարցուղում, իսկ ուր է Սևակը։ Սևակը նեգա բարմեց լքել եւ գնացել է, ուզում եմ ասել տաք երկրներ, հետո հասկացա որ հակառակը շատ ավելի ցուրտ երկրում է։ Ծախել ենք Սևակին, վաճառել ենք Սևակին։ Շոփինգի ենք ուղարկել ու իսկ ավելի լուրջ Սևակը շաբաթվա երկրորդ կեսին արդեն այստեղ մի քանի օրից, վաղը չեմ ուսորվանից Սևակն արդեն կլինի եթերում։ Համկարանանով օգտատերն է գրում բարի լույս, իսկ ձեր կարծիքով տղաները գեղեցիկ հագնել չեն սիրում, անձամ սիրում եւ հագնվում եմ գրպանից համապատասխան եւ վերջապես կապ չունի թե որ տարիքում ես կամ ով ես, ճիշտ եք։ Լիովին համամիտ ենք ձեզ հետ եւ կոկեկությունը շատ կարեւոր բան է, երբ մարդը փորձում է լինել գեղեցիկ, կոկիկ, հագ ու կապը տեղին, չափերի մասն ենք խոսքում, ոսկե միջինի կանոնը եւս թող գործի, ու այստեղ սերը կապ չունի։ Մենք ուղղակի խոսում ենք նրա մասին, որ շատ է մեր անունը դուրս եկել, ասում են դες կանայք անընդհատ գնում են, իրենց զգեստապահարանում տեղ չկա, բայց միևնույնը գնում են էլի, գնում են։ Բայց արի ուտես, որ բազմաթիվ տղամարդիկ գնում են ոչ պակաս քան կանայք։ Մենք ունենք զանգ եւ ողջունենք մեր ռադիոլսողին, ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է մեզ միացել։ Ես Արթուրն եմ, ես հաճախ եմ միանում, զանգահարում եմ, կապ եմ հաստատում ձեզ հետ։ Հաճելի է։ Ուսում եմ բոլորիդ եւ բարի օր մաղթում։ Ուրեմն տեսեք, իմ կարծիքը արտահայտեմ, կանայք ավելի շատ են շոփինգ անում, ինչի համար, որովհետեւ տղամարդու հագու կապը ըստ իս արտահայտում է կնոջ դեմքն ու ճաշակը։ Երբ որ ես իմ կյանքի փորձից եմ ասում, շատ հաճախ համարյա միշտ ինձ արժանանում է գովեստի խոսքերի իմ հագու կապի համար։ Շատ ճիշտ եք։ Ու շնորհակալություն այդքանը։ Ձեր կնոջն եք, չէ՞, շնորհակալություն հայտնում առաջին հերթին։
Շնորհակալություն։ Ահա, Շնորհակալ ենք տեսնում ես, զանգի ինչ լավ է։ համար, այո։ Ես իսկապես լսել եմ, որ շատ հաճախ տղամարդիկ անձամբ չեն էլ սիրում նույնիսկ տանից դուրս գալ եւ խնդրում են, որպեսզի իրենց կանայք կամ ավելի փոքր տարիքում մայրիկները Լսիր, դա մի քիչ չեմ հասկանում իրականում, որովհետև այդուհանդերձ անհատականությունը շատ կարևոր է եւ ամեն մարդ ինքն է ընտրում իր անհատականությունն ու իր ոճը, այլ հարց է, որ խորհուրդ է հարցնում իր սիրելիին, սա շատ կարևոր է, երբ կողքի աչքը քեզ օգնող է հանդիսանում, այս բaragայում եւս շատ կարևոր է, իզուր չի այսպեսի խոսք կա, չէ, ասում են կինը կարող է կողքի տղամարդուն բարձրացնել եւ կարող է իջեցնել, այս բaragայում նաեւ ինչու ոչ հակուկապին էլ է վերաբերում այդ փաստը, համամիտ է։ Համամիտ եմ եւ առհասարակ ուզենք թե ոչ մեր կողակիցը լինի կնոջ բaragայում թե տղամարդու իրականում ուղղակիորեն թե անուղղակիորեն շատ հաճախ ազդում է մեր ճաշակի եւ հակուկապի ոճի վրա, որովհետեւ բնականաբար նախ եւ առաջ իհարկե բոլորս առաջին հերթին հագնվում ենք ինքներս մեր համար եւ հենց մեզ դուր գալու, բայց մարդը ում ամենաշատն ես ուզում դուր գալ քեզնից հետո սովորաբար հենց քո սիրած մարդն է, քո կողակիցը եւ այսպես թե այնպես մի փոքր կարծում եմ ոճդ փոխվում է, ճաշակդ փոխվում է, իրար կարծիք եք իհարկե, իրար հետ եք ապրում, իհարկե առաջինը ինչ որ բան գնելիս նրա կարծիքն է լինում է, չէ՞ որ այ գեղեցիկ է, ինձ սազում է կամ ինքն էլ իր հերթին, չգիտեմ, որը ընտրել եւ այլն։ Մի խոսքով կարծում եմ իսկապես լուրջ նշանակություն ունի նաեւ զույգը։ Այստեղ ես հիշեցի մի հայտնի տարածված տրենդ սոցիալական հարթակներում, որ տղամարդիկ փուչիկ են ամրացնում աղջկա ուսից կամ հագուստից, որ աղջիկը չկորի եւ այդ փուչիկով փորձում են գտնել հիմա, որ բաժնում է իրենց սիրելիին այդ պարագայում եւ հաճախ ենք տեսնում ֆոտոներ ու վիդեոներ, որտեղ տղամարդիկ հալումաշ եղած, կոտորված, հոգնած ու տանջված սպասում են, թե երբ պետք է կանայք վերջացնեն, ավարտին հասցնեն այդ իրենց այսպես ասած շոփինգը, բայց եկեք արդարության համար ասենք, որ շատ բան է փոխվել։ Ի ուրախություն բոլորիս տղամարդիկ եւս ուզում են գեղեցիկ հագնվել եւ դա շատ կարեւոր է։ Հետո մեկ այլ բան էլ կա, որ մենք մի փոքր ժողովրդական լեզվով ասած on-line shopping-ը մեզ մի փոքր լկստվածրել է ներողություն բառիս համար եւ հաճախ օրինակ ես ինքս ալարում եմ երկար շրջել այդ մոլերում, առևտրի կենտրոններում եւ հեշտ եմ ձանձրանում եւ հասկանում եմ, որ ավելի լավ էր on-line պատվիրեի, այնպես որ կարծում եմ մենք էլ այնքան երկար ժամանակ shopping-ի վրա չենք ծախսում, ինչպես նախկինում, կամ on-line նախապես տեսնում ենք, գիտենք ինչ ենք գնելու, միանգամից գնում ենք այդ խելացի մարդիկ ուրիշ բան են անում, գնում են այդ խանութ, շոշափում են, ձեռք են տալիս, փորձում են, նայում են չափը, որպեսզի համապատասխանի, մտնում են on-line, ավելի էժան պատվիրում են։ Այո, ես հաճախ եմ տեսնում ինչպես են պիտակը նկարում, որպեսզի հետո on-line եւ հեշտ գտնեն։ Հիմա եկեք տեղափոխվենք դեկտեմբերի 2-ի տարվա օրացույց եւ փորձենք հասկանալ ինչով է նշանավորվել առհասարակ դեկտեմբերի 2-ը եւ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, ասենք որ բան չմնաց 29 օր մնաց տարվա ավարտին, դժվար չէ արդեն հաշվել, որովհետեւ արդեն դեկտեմբերն է եւ շատ շուտով մենք նաեւ հրաժեշտ կտանք 2025 թվականին, բայց ինչ հրաժեշտ ասենք, որ այսօր 1409 թվականի այսօրը բացվել է Lightspeed-ի համալսարանը։ Տեղափոխվենք հաջորդը։ Վենետիկ տեղափոխվենք 1816 թվական, շատերդ գիտեք, որ Բայրոնը, Ջորջ Բայրոնը շատ սիրում էր եւ հետաքրքրվում էր հայկական մշակույթով եւ հատկապես հայոց լեզվով։ Նա 1816-ին մեկնում է Վենետիկ, հենց հայոց լեզուն ուսումնասիրելու, սովորելու եւ հայ գրականությանը ծանոթանալու։ Իդեպ, եթե պարզապես Google-ում փնտրեք, թե ինչ լեզուների էր տիրապետում Բայրոնը, այնտեղ կտեսնեք, որ բացի անգլերենից, լատիներենից, հունարենից եւ իտալերենից, նա խոսում էր նաեւ հայերեն։ Ինչը իհարկե շոյում է։ Այո, իդեպ օրեր առաջ, չգիտեմ կհիշեցա, չէ, խոսում էինք այն մասին, որ անգլերենով ընթերցելը օրինակ Բայրոնին բավական բարդ է, որովհետեւ նրա լեզուն ավելի հին անգլերեն է, դասական անգլերեն է, բարդ անգլերեն է։ Այո, որը նույնիսկ լեզվին տիրապետելու դեպքում դժվար է տրվում եւ նոր հասկացա, որ պիտի փնտրեմ եւ գուցե նա հայերեն ինչ-որ բան ունենա։ Արի փնտրենք եթերից հետո, ինչու ոչ, բնականաբար, եւ փորձենք հասկանալ ել ինչով է նշանավորվել։ Հոբելարներին անդրադառնանք 1868 թվականին է ծնվել ամենայն հայոց կաթողիկոս ազգային եկեղեցական գործիչ Գևորգ Չորեքչյանը, նաեւ հայ գրականագետ Խորեն Սարգսյանն է ծնվել 1890 թվականի այսօրը։
Խորհրդային Զորավար Ժուկովը, Գեորգի Ժուկովը նույնպես ծնվել է այսօրը 1896 թվականին։ Ծնվել է զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանը 1897 թվականի այսօրը։ Արտաշես Մամիջանյանը էլի խորհրդային ժամանակաշրջանից հայ ճարտարապետ 1910-ին է ծնվել այսօրը։ Ամերիկացի ճանաչված երգչուհի Բրիթնի Սփիրսն է ծնվել այսօրը, ում երգերի ներքո շատերս ենք ուղակի կոտրված սրտով լաց եղել երիտասարդ տարիքում։ Իդեպ երեք նույնպես եթերը հենց Բրիթնիի երգերից մեկով ենք ամփոփել, ես եւ Տիգրանը, եւ ֆուտբոլի սիրահարների համար երկու ծննդյան օր կա այսօր, հայազգի իտալացի, հայկական արմատներով իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մատեո Դարմյանը եւ սլովակ ֆուտբոլիստ Վլադիմիր Յանոչկոն են ծնվել այսօրը 1989-ին եւ 76-ին համապատասխանաբար։ Ահա, սա էլ իմացանք հարգելի ռադիո լսողներ, եւ ես մի անգամից, չգիտես ինչու, ֆիքսեցի կոնկրետ մի երգ, հիմա փորձեմ գտնել։ Բրիթնի ենք լսելու, հրաշալի է։ Բրիթնի ենք լսելու, դե ավանդույթները չխախտենք այս դեպքում, բայց ես որքան հիշում եմ այդ երգը նա էր երգում ու ես Բրիթնի Սփիրսի երգերը չեմ սիրում ընդհանրապես, կատարումները այդքան էլ չեմ սիրում, բայց այդ երգը իր մոտ հետաքրքիր տարբերակով էր եւ չգիտեմ կհամաձայնես ինձ հետ թե ոչ։ Իհարկե, ես իրականում Բրիթնին իմ մանկության մի մասն է կազմել եւ դրա համար Բրիթնիին ես ինքս իրականում սիրում եմ եւ հիշում եմ, որ շատ նորաձև էին սթիքերները, այն ժամանակ ասում էինք տիպ, դեռ ստիկեր բառը չկար, տպերը, այսպես ասած, որոնք փակցնում էինք մեր տետրերում։ Բայց ես նայում եմ եւ ժամանակը տեսնում եմ, որ շատ սուղ է, դրա համար երևի Բրիթնին Տեղափոխենք ավելի ուշ եթերաժամի երկրորդ հատվածում կլսենք, հատկապես որ հիմա էլ ավելի կարևոր հարցեր ունենք մեր գործընկերոջ հետ։ Այո, եւ այստեղ ողջունում ենք Կարենին Ղազարյան, բարի լույս ենք ասում։ Բարի լույս Կարեն։ Տրամադրությունը այս եղանակին։ Եղանակի հետ համահունչ կասել։ Այդ որն է անձրևում ես։ Հետաքրքիր։ Հետաքրքիր, շատ լավն էր։ Իդեպ մենք այսօր հետաքրքիր քննարկում ենք իրականացնում մեր ռադիո լսողների հետ եւ ունենք բազմաթիվ մեկնաբանություններ։ Իմիջալուց Արամայի Սահակյանն է գրել, կանայք ավելի շատ առևտուր անելը կապված է այն ամենի հետ, որ տղամարդիկ խուսափում են այդ կարևոր պատասխանատվությունից։ Ճիշտ է, շատ լավ է որ դուք ինքներդ անկեղծ եք, տեսեք, մենք խոսում ենք թե ով է ավելի շատ գնումներ կատարում, հագուստի մասին է խոսքը, տղամարդիկ թե կանայք։ Շոփինգ ասված է, գիտես, ժամանակին ասում էին դե կանայք, բայց արի ու տես, որ այդպես չի։ Հաճախ մտնում ես խանութ, տեսնում ես տղամարդկանց բաժինը լեփլեցուն է, կանանց բաժինը դատարկ։ Չէ, եթե տղամարդկանց համար էլ հաճախակի կանայք են առևտուրը անում, հագուստ ընտրում եւ այլն, այդ դեպքում միևնույնն է կանայք են ամենաշատ առևտուր անողները։ Կարեն, իսկ դուք սիրում եք ինքնուրույն ընտրել, թե ձեր կյանքի կանանց դերը ամեն դեպքում կարևոր է։ Ես անկեղծ լինեմ, այո, չեմ ընտրում, դժվարանում եմ ընտրության հարցում այդ առումով։ Օգնության են հասնում տան գեղեցկուհիները։ Այո, ճիշտ այդպես։ Դե շատ լավ։ Խոսում էինք մինչև մեր օրվա հարցին անդրադառնալը, խոսում էինք նաև քաղաքի աղտոտվածության մասին բնականաբար, այս առումով նույնպես նորություն այսօր ունենալու ենք, եթե չեմ սխալվում, քաղաքապետը սրա հետ կապված հայտարարությամբ էր, չէ, հանդես եկել։ Նախորդ հաղորդաժամին մենք ներկայացրեցինք բավականին ծավալուն ռեպորտաժը, այս պահին ընթացքում չէ։ Մեզ մնում է հետևել Ռադիո Լուրի բոլոր թողարկումներին, որպեսզի տեղեկանանք, բայց մինչ Ռադիո Լուրը գովազդներ եթերում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր
Հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ։ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, հայտնում են արտգործնախարարությունից։ Դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը։ Քննարկումների արդյունքներով ժամը 14:30-ին Երևանի ժամանակով Հայաստանի արտգործնախարարը եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի երկրորդ գագաթաժողովին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Այսօր Եվրոպայի սրտում կստորագրվի Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն գործակցության նոր առանձնակի կարևորության փաստաթուղթը, որը փաստացի գործողի վերանայված ու ընդլայնված տարբերակն է, ու որի 3 հիմնական ուղղություններից մեկն անվտանգությունն է։ Մինչև փաստաթղթի ստորագրումը հայ լրագրողների հետ զրույցում Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը բացառիկ մանրամասներ է հայտնել ներկայացնելով ավելի քան 7 տասնյակ էջից բաղկացած փաստաթղթի առանցքային շեշտադրումները։ Մեջբերում եմ, ստորագրվող փաստաթղթի 3 ամենակարևոր հենասյուներից մեկը ամրապնդված անվտանգային եւ պաշտպանական համագործակցությունն է։ Մենք դա կյանքի ենք կոչում գնահատելով Հայաստանի ջանքերը։ Երկրորդը ոլորտին գործակցության ընդլայնումն է, աջակցելով տնտեսական դիվերսիֆիկացմանը, հետագա կարգավորումներին եւ առանցքային ոլորտներում համապատասխանեցումներին եւ ապա նորացված ներդրումներին գլոբալ դարպասի ներքո։ Սա է ընդհանուր առմամբ ստորագրվողը, մանրամասնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Եվրամիություն Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը կլինի յուրատեսակ գործողությունների ծրագիր, սա փաստացի կլինի Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համատեղ ծրագրերի ճանապարհային նոր քարտեզը։ Եվրոպացի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ եկող տարեսկզբին Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն առաջին սամիթը, որպես այդպիսին առաջինը երկկողմ գործակցության մեջ։ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվելիք համաժողովը Մարտակոսը բարձր մակարդակի միջոցառում է համարում։ Բրյուսելում աշխատում է նաև մեր թղթակից Լիանա Եղիազարյանը, օրվա ընթացքում եւս մենք մանրամասներ կհայտնենք բրյուսելյան հանդիպումից։ Մինչև այդ նշեմ, որ Եվրամիության հանձնակատարը նշել է, որ Եվրամիությունը կօգնի ու կֆինանսավորի Հայաստանի Հանրապետությանը դուրս գալու ավիացիոն սև ցուցակից։ Հայաստանի Եվրամիության թռիչքային անվտանգության սև ցուցակում գտնվելը տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական։ Բրյուսելում լրագրողների հետ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Նրա խոսքով հարցը Եվրոպական միության թռիչքային անվտանգության կոմիտեի տիրույթում է։ Նրանց գնահատմամբ Հայաստանը դեռ անելիք ունի։ Մեջբերում մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ եւ քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է, որոշումը դեռ կայացված չէ։ Եվս մեկ անգամ սա տեխնիկական գործընթաց է, ոչ մի կապ չունի երկրի քաղաքական հարաբերությունների հետ։ Մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի եւ այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն թվին գործընթացում, որն այնուհետև կֆինանսավորվի։ Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, ովքեր փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր կառավարության այս հարցում, ասել է Կոսը։ Միջազգային լրահոսից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում քննարկումներ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ։ Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել, սակայն ուշադրության կենտրոնում է եղել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը եւ անվտանգության երաշխիքները։ Խաղաղությունը պետք է իսկապես հուսալի լինի, պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Հիմա շատ բան կախված է ղեկավարների քայլերից։ Հանդիպումից հետո նշել է Զելենսկին։
Այսօր դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահը կմեկնի Իռլանդիա, մինչ այդ նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու գործում ակտիվորեն ներգրավելու համար։ Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը։ Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. «Նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»։ Ռուբիոյի խոսքով խնդիրը միայն պատերազմի ավարտը չէ, այլ Ուկրաինայի ապագայի ապահովումը։ Ումերովն իր հերթին հանդիպումը որոշել էր արդյունավետ եւ հաջող։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին սպասվում է Ուիտքոֆի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս շաբաթ նաև Կիևում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դեն Դրիսկոլին։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են, ռուսական հարվածներից Դնեպրում 4 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել, իսկ ուկրաինական հարվածներից Բելգորոդում կա 1 զոհ, 1 վիրավոր։ Այս ժամի համար այսքանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը։ Սուրճ ու սեր առավոտից։
Եկեք անձրևի տակ որքան ուզում ենք պարենք եւ չմտածենք, որ ինչ որ մեկը կողքից խետ գնայի, որովհետեւ դե հիմա անձրևի տակ պարում են։ Մեկ ես շատ սիրում եմ։ Վերջին շրջանում նկատել եմ նույնիսկ Instagram-ում trend կա, չէ՞, մարդիկ հատուկ սպասում են Անձրև անձրևի կա։ օրերին տեսանյութեր են նկարում, այնպես որ կարծում եմ ավելի ակտուալ է դարձել Դրա անձրևի համար տակ ցնցուղ է պետք եւ վերջ անձրևի իմիտացիան կարելի է ստեղծել։ Մարդու մտքին տեղ լինի, բայց Այո։ այսօր հանդիպեցի որոշ օգտատերերի, երբ թերթում էի սոցիալական հարթակները, բոլորն ասում էին դեկտեմբերը ակնկալում էին, որ պիտի ձյուն գա, տեղած անձրև, ինչևէ, եկեք համահունչ լինենք եղանակի հետ, ինչ անակնկալում ես, մատուցում է, այդպես էլ շարունակենք։ Այո։ Եվ հուսանք, որ եղանակային փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի ձեր կարևոր միջոցառումների վրա, որոնք դուք պլանավորում եք, երկար ու ձիգ մտածում եք, տարիներ շարունակ նաև հավատարիմ եք մնում ձեր սկզբունքներին եւ փորձում եք ինչ-որ բան ստեղծել, օգտակար։ Սա շատ կարևոր է։ Եվ քանի որ խոսեցինք միջոցառումներից եւ առաջիկայում պլանավորվող իրադարձություններից, արդեն մեծ սիրով ձեզ ներկայացնեմ մեր հյուրերին, կապված առաջիկա մի միջոցառման հետ։ 13 տարի շարունակ Երևանում կանանց միջազգային միավորումը Ai-Way-ը կազմակերպում է Ամանորի բարեգործական տոնավաճառ, հասույթն ամբողջությամբ ուղղվում է բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Բազմամշակութային միջոցառումը միավորում է դիվանագիտական, հասարակական գործիչների, սփյուռքի ներկայացուցիչների, գործարարների, կազմակերպությունների, որոնք իրենց մասնակցությամբ օգնում են իրականացնել հեռավոր եւ սահմանամերձ համայնքների երեխաների Ամանորի երազանքները։ Եվ այս թեմայի շուրջ սիրով զրուցելու ենք հենց այս կազմակերպության Ai-Way հասարակական կազմակերպության անդամակցության հարցերով խմբի ղեկավար Շողիկ Պաճոյանի եւ կազմակերպության գանձապահ Լալա Շահնազարյանի հետ Բարի լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր բան եք մտածել, իհարկե սա ոգևորում է, հատկապես երբ Ամանորի նախաշեմին մենք տեսնում ենք բազմաթիվ ընկերություններ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բոլոր մանուկների երազանքներն իրականություն դառնան եւ կապ չունի թե սոցիալական ինչ վիճակում են եւ տարածքային հատվածում են բնակվում, իրենց Ամանորի հրաշքը տեղի ունենա։ Դրա համար նախ եւ առաջ շնորհակալություն։ Այո, 13-րդ տարին է արդեն անցկացվում է, երևի խնդրենք մանրամասնել առհասարակ ինչպես է գաղափարը եղել, ինչ փոփոխություններ է կրել այս տարիների ընթացքում եւ հենց այս տարի ինչ է սպասվում։ Եվ բնականաբար կազմակերպության 13 տարին արագ թերթենք ու հասկանանք ինչեր է ձեզ հաջողվել անել։ Ես սկզբում մի ուղում անեմ, ճիշտ է, նոր տարվա նախաշեմին սովորաբար պատրաստվում ենք ուրախացնել մանուկներին, բայց սա նոր տարվա նախաշեմը ուղղակի առիթ է, որովհետև այս բարեգործական միջոցառումը, որ տեղի է ունենում, հասույթը մենք օգտագործում ենք ամբողջ տարվա կտրվածքով եւ նվիրում ենք սահմանամերձ բացառապես սահմանամերձ գոտիների համայնքներին, իհարկե ոչ թե գումարն ենք նվիրում, դա անում ենք բարեգործության տեսքով։ Բայց ամենայն դեպս հեքիաթն էլ պահում ենք, էլի։ Այո, սա կարևոր հանգամանք է։ Հատկապես այդ ժամանակահատվածում, Ամանորի ժամանակահատվածում, որ ել ավելի ակտիվանում են, կարծես առիթ լինի, որպեսզի այդ հրաշքը փորձեն իրականացնել։ Դա ուղղակի առիթ է, որ մենք մեր բազարը կազմակերպենք։ Դրա համար իզուր չէր, որ ասացի եկեք միասին թերթենք այդ 13 տարվա անցած ճանապարհը։ Ուրեմն մի բան ավելացնեմ, որ այս կազմակերպությունը 100% բարեգործական, այսինքն volunteer, բոլոր մասնագետները volunteer կամավորական, այո, կամավորական եւ ամենակարևորը, որ դա ոչ կրոնական, ոչ էլ քաղաքական կազմակերպություն է։ Մարդասիրական կազմակերպություն անվանենք։ Եվ նպատակն է սահմանամերձ քյուղերում կանանց եւ երեխաներին ապահովել լավ պայմաններ, որովհետեւ իրենք կարողանան երկարաժամկետ ձևով օգտագործել մեր օգնությունները։ Ոչ թե այդպես մի անհատական անձի օգնություն ենք մենք տալիս։ Մենք տալիս ենք խմբային, որ կարենան իրենք այդտեղ սովորեն, յետք աշխատեն եւ կարենան վաճառել իրենց աշխատանքները։ Նման երեխաներին, դպրոցներին, որ վերանորոգումներ են տանում, որովհետեւ նրանք օգտագործեն տարիներ շարունակ։ Մի խոսքով նպատակը համայնքային ընդհանուր շահն է։ Ընդհանուր զարգացումը նաև հավելենք։ Այս պարագայում, որ դուք նշեցիք, հետաքրքիր բան անցավ մտքովս։ Արդյոք նաև գուցե անգիտակցաբար, բայց նաև նպաստում եք երեխաների պատանիների մասնագիտական ընտրության հարցում։
Ալով հմտություններ որոշակի մարդը հասկանում է, որ այստեղ նախ իր մոտ շատ լավ է ստացվում, երկրորդը հաճույք է ստանում այդ աշխատանքից։ Որովհետև մենք մեր ծրագրերի շարանում ունենք երիտասարդական համայնքների, երիտասարդական կենտրոնների բարելավում, չգիտեմ, դա լինի կահույքի տեսքով կամ շենքի շինարարություն եւ նմանատիպ այլ Այսինքն մասշտաբային են նաև ձեր օգնությունները այս բարեկայում։ Ուզեք ավելի մանրամասն ասենք ինչ որ մենք այս տարի վերջին տարին Խնդրեմ, այո։ Ուրեմն մեր առաջին ծրագիրը եղավ Խնձորեսկի գարպետագործության դասերը կանանց համար, որոնց նպատակներ նոր մասնակցություն տալ եւ հետաքրքրում եւ ավելի հետագայում ապահովել վաճառքի հնարավորությունը։ Իսկ մեր երկրորդ ծրագիրը եղավ Վանաձորիդ եւ 28 դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայի տեխնիկական հագեցումը, որբեսի աշակերտները ունենան ժամանակակից փորձարարական միջոցավայր։ Իսկ երրորդը եւ ինձ համար ամենակարևորը դերևս կտվի, որովհետեւ ավելի փոքր երեխաների հետ կապված է, Էդի Ստեփանավանի Ուրասար համայնքի թիվ 2 մանկաբարձի նոր ցանկապատը։ Որ դարիներ շարունակ այդ դպրոցը չեր ունեցած ցանկապատ, երեխաները միշտ մնում էին դպրոցի ներսի բաժինը, ուրեմն որ երեխաների դրամատրեց անվտանգ ու մաքուր դարաշրջան։ Այսինքն դարածքում որ լինեն այդպես հանգիստ։ Ապահով տարածք։ Այո, ապահով, որովհետեւ իրենք ուղիղ ճանապարհի վրա էին եւ այդ ցանկապատը դարիներ շարունակ չկար։ Այստեղ զուտ վտանգներից է։ Որոմի պատճառով ունեցան շատ լավ որակի եւ երկար ժամկետով ապահովագրված ցանկապատ, որը ոչ մի բան չի խախտում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ տոնավաճառին ներկայացված են լինելու հենց ձեր շահառուների աշխատանքը, ովքեր են ներգրավված, ինչ է տեղի ունենալու այդ օրը։ Ուրեմն ներգրաված են նախ նպատակն այն է, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերին մենք ավելի ուշադրություն դարձնենք եւ իրենք կարողանան առիթ ունենան իրենց ստեղծած աշխատանքները եւ ստեղծածը ներկայացնեն, իսկ ամենակարևորը եւ ամենահետաքրքիրը այն է, որ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, դեսպանները այդ օրը դառնում են կամավոր եւ այո, եւ ունենում են իրենց տաղավարները եւ այս տարի շատ ավելի նորարար հետաքրքրությամբ մենք իրենցից խնդրել ենք, որ ներկայացնեն իրենց երկիրը ազգային տեսքով, տարազով կամ ուտելիքով, ինչով որ իրենք մի խոսքով լինելու է ոչ միայն անհաձեռնարկատերերի ցուցահանդես վաճառքը, այլ լինելու է նաև դեսպանատների դիվանագիտական կորպուսին էլ եք ներգրավել։ Եվ կարևորը այն է, որ իրենք այդ օրը դառնում են կամավոր եւ իրենց օգնությունը ցուցաբերում են։ Հեշտությամբ են համաձայնում այս միջոցառմանը մասնակցել եւ այս տարի քանի դեսպան է մասնակցելու։ Ահագին փորձ արվում է, որ տարեց տարի ավելի շատանա, օրինակ անցյալ տարի բաժինի թողքան եւ տեսնեն ինչ կան դեսպանատները։ Անցյալ տարի 14 ունեինք, այս տարի չենք բացում փակագծերը։ Այո, բայց մեծ էկզոտիկ տպավորություններ սպասվելու են։ Այո, հաշվի առնելով երկրներ, վերաբերյալ մատերիալներ, վաճառքներ, դոնական զարտեր տարբեր երկրներից։ Իսկ ունենալու ենք մանկական անկյուններ, շատ հետաքրքիր, սկսած երեսի վրա նկարազարդումներից մինչև հրուշակագործության այդպես փորձեր երեխաների համար, գերեզիկ ձմեռպապը, ձմեռպապ, մի խոսքով եւ մշակութային ահագին մեզ միանալու է Երևան Voice-ը, այդ օրը մի հատ sound lab կա, որ դպրոց է նորից երաժշտական, ինքը ամեն տարի կամավոր կերպով միանում է եւ ճոխացնում է։ Մի խոսքով ասենք, բոլոր այդ տեղի մասնագետները, աշխատողները, բոլորն էլ կամավոր են։ Եկեք հասկանանք երբ եւ որտեղ է տեղի ունենալու։ Դեկտեմբերի 6-ին Elite Plaza Business կենտրոնի երկրորդ հարկում է տեղի ունենալու առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 6-7-ը։ Կախված այցելությունների քանակից, հա։ Դե այցելությունների քանակը շատ է լինում, ասեմ ինչու, որովհետև նախ այդտեղ մենք համարյա ունենում ենք 60-ից 70 տաղավարներ, որ ինքը բավականին մեծ, շատ է։ Այո,
ակնառու քանակ է, դե գումարած դեսպանությունները, գումարած մեր հենց միավորումի սեղանիկները, որ ունենում ենք ինչ որ ավելի հետաքրքիր դարձնելու համար, դա ինքնին ճոխություն է պարգևում։ Հիմա հարց, ես օրինակ ենթադրենք ձեռագործ աշխատանքներ եմ անում եւ իմանում եմ ձեր տոնավաճառի մասին եւ ասում եմ ուզում եմ գալ եւ դրանք վաճառել, այդպես հեշտ կարող եմ միանալ ձեր թիմին կամավորական սկզբունքով բնականաբար։ Այո, կարող եք, բայց ամենակարևոր պայմանը որ բոլորն էլ պետք է լինեն գրանցված եւ ՀԴՄ սարք ունենան։ Հա, դե օրենքը չենք խախտում, դրա մասին չի խոսքը։ Նշեցիք մի քանի խնդիրների լուծում, որ դուք եք իրականացրել, այդ խնդիրների լուծումները թե աշխարհագրական տեսանկյունից, թե խնդիրների տարբերությունից բավականին տարբեր էին իրարից։ Միտեղ ցանկապատ էր, միտեղ այլ բաներ, միտեղ վարպետաց դասեր էին, հա, շատ տարբեր էին ու տարածքային էլ էր շատ տարբեր։ Ինչ շատ հետաքրքրում է ինչպես եք ընտրում խնդիրները։ Ոնց եք որոշում, որ այս խնդրին պիտի լուծում տաք, որտեղից են գալիս դրանք ձեզ։ Մենք ուրեմն ունենք հայտեր ներկայացված հայտերի ընդունման ժամկետներ։ Իրենք ներկայացնում են հայտեր, փորձում ենք ինչքան սահմանամերձ, այնքան առավել մեզ համար եւ ըստ մեր բյուջեի, որ մենք մեր տարեկան այդ բյուջեն հայթայթում ենք հենց այս տոնավաճառով, դրա համար ես սկզբում շեշտեցի, որ դա նպատակը սփռվում է ամբողջ տարվա վրա, բայց այդ օրը տոն է։ Հա, այդ օրը տոն է։ Այո, այդ օրը տոն է։ Մեր միակ մոտքը donation-ներ որ կստանանք, այդ raffle ticket-ները որ կվաճառենք այս ընդհանրապես 2-3 ամսվա վրա եւ ունենք մոտ 150 նվիրատուներ, որոնք մասնակցած են այս raffle prize-ներուն, այդ օրն էլ այդտեղ կվաճառենք նորեն այս ticket-ները, սրանք են մեր միակ եկամուտը։ Իսկ հետաքրքիր է արդեն կան ընտրված առաջիկա պլանների համար գուցե կառույցներ կամ ոլորտներ, որտեղ ուղղվելու է այս տարվա հասույթը ունեք առաջիկա պլաններ, թե դրանք նույնպես դեռ փակ են։ Դեռ մենք ուղարկած ենք, ինչպես որ ասեց իմ գործընկերուհին Լալան, մենք ուղարկած ենք արդեն հայտերը, բայց դի մի ժամանակի կկարոտի, որ մենք սերդենք, լիքը հայտեր կստանանք։ Պետք է մեր կոմիտին սերդե, տեսնե ինչը առաջնահերթ կկա, ինչն է որ ավելի շատ երեխաներ կամ կանայք պիտի օգտվին այդ մեր սարքելիքներեն։ Նրա համար մի քիչ ժամանակ կառնենք եւ նրանից հետո այլ գոմնորոշենք եւ հաստատ մեր բյուջեին համեմատ առաջնագարկը կընտրենք։ Մի խոսքով մենք տարվա ավարտին փակում ենք մեզ առաջ դրված առաջադրանքները, հետո անցնում ենք նոր տարվա գործին։ Հաշվի առնելով, որ բազմամյա գործունեություն ունի կազմակերպությունը 13 տարի, եթե չեմ սխալվում, հետաքրքիր է, վստահ եմ բազմաթիվ հաջողության պատմություններ կունենաք այն կանանցից, որոնց օգնել եք, որոնց գուցե կարիերայով եք ապահովել կամ մասնագիտական հմտություններ եք տվել։ Այ ամենասիրելին, որը կարող եք այսօր կամ աչքի ընկնող մի պատմություն, հաջողության պատմություն որևէ շահառուի, որ կարող ենք ներկայացնել մեր ռադիո լսողներին։ Աչքի ընկնող պատմություն ես չեմ կարող պատմել, բայց կարող եմ պատմել ընդհանուր տպավորություններ, որ ունեցել ենք, որովհետև մենք ցանկացած այդ նվիրաբերական գործունեությունից հետո գնում այցելում ենք, ստանում ենք իրենց տպավորությունները, տալիս ենք մեր տպավորությունները եւ ինձ համար ամենատպավորիչը Անի Պեմզա համայնքի դպրոցներ, որ ինքը որ գնում ես, տեսնում ես այդպիսի մեծ շենք եւ ժամանակին ունեցած մեծ քանակով աշակերտներ եւ հետո տեսնում ես, որ այն փոքրականակ աշակերտները, որ մնացել են, ինչպիսի արդեն գուրգուրանքով են վերաբերվում այն ինչին, որ իրենց տրվել է, դա տպավորիչ է շատ։ Եվ շատ վատ վիճակի մեջ էր այդ Անի Պեմզան, նույնիսկ գրիշ չուներ։ Դպրոցը որ գրիշը բաց է։ Այդ բաղին ցույնին գրիշները, լուսամուտերը, այդ սնունդի բաժինը, բոլորը որ սարքվեցան, անշուշտ միան մեր աջակցությամբ չէ, ուրիշ բարերարներ ալ սեկտորվելով
բավական այսպես կոնե մի բաժինը, որ երեխեքը ամբողջ ծմերը այդտեղ պիտի լինեն, բավականով բարելավեցավ։ Երևի խնդրենք նաև ամփոփելով կոնտակտային տվյալներ թողնել կայքը ձեր կամ սոցցանցերում էջերը որտեղ ինչպես գտնել, ինչպես օրինակ գրանցվել տոնավաճառի համար կամ գուցե կան մարդիկ, որոնք ուզում են իրենց ներդրումը ունենալ, գնել ձեր նշած տոմսերից, մի խոսքով աջակցել կազմակերպությանը։ Մենք ունենք Facebook-յան եւ Instagram-յան էջեր, բավական է Facebook-ում եւ Instagram-ում փնտրել Երևանում կանանց միջազգային միավորում էջը եւ այնտեղ կստանան իրենց բոլոր հարցերի պատասխաններ։ Ակտիվ եք սոցիալթակներում եւս ակտիվ եք, բայց չենք մոռանում ամենամոտ միջոցառման մասին, որը ամենագլխավորն է, ամենամեծն է եւ դրանով է պայմանավորված հետագայում ամբողջ տարվա ընթացքում ընկերության կատարած անելիքները, հա, մեզնից էլ է ինչ որ չափ կախված, այսինքն բոլորս գնում ենք դեկտեմբերի 6-ին մասնակցելու այս տոնավաճառին, ձեռք բերելու, ինչու ոչ, սա երկկողմանի արդյունավետ գործակցություն է ստացվում, մենք ձեռք ենք բերում այն, ինչ մեզ հաճելի է, նպաստում ենք փոքր եւ միջին բիզնեսին, ինչու ոչ, որովհետեւ նրանք հնարավորություն ունեն այդ կերպ վաճառք անել, իրականացնել եւ այս պարակայում նաեւ օգնում են մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։ Հետաքրքիր է, որ իրոք շատ ջերմ է անցնում, շատ ճոխ խոստանում ենք դա։ Հատկապես այսօր շոփինգից էինք խոսում, մեր ռադիոլսողները պնդում էին եւ կատակով ասած վիճում էին, թե ովքեր են ավելի շատ շոփինգ անում, կանայք թե տղամարդիկ, հրաշալի վայր է, ճակերտներում ասած շոփինգ իրականացնել եւ զուգահեռ Սանտայի վերապերյալ, եթե ասեք հետաքրքիր նվերներ, որ ոչ միտեղ չեք կարա գտնել նման բաներ։ Այո, մեր կանայքը արդեն աշխատանքի վրա են, որովհետեւ մենք այդտեղ ինչպես որ ասեց Լալան ունենք bake sale table, ցերկի կորց բոլոր պատրաստություններ, donation-ներ, ունենք white elephant table, շատ լավ եւ քիչ օգտագործված կամ լրիվ նոր վաճառքի սեղան եւ այս ամենակարևորը raffle ticket-ները, որ արժի, այսինքն շատ չնչին գումարով դու գարած 10,000-ին ավելի բարձր որակով նվերներ ստանալ։ Մի հատ էս բացատրություն տամ էս վիճակահանության տոմսերի կապակցությամբ, դա ցանկացած նվիրաբերող երբ որ գնում է այդ տոմսերից, ինքը արդեն մասնակցում է մի մեծ խաղարկության, որտեղ 150-ից ավել նվերներ արդեն նկատի ունեցված են, եւ ինձ թվում է, որ ինքը այդ նվերները բաշխվում են այնպիսին, որ ցանկացած մարդ, որ ինքը գնում է անում, անպայման մի նվերով վերադառնում է տուն։ Խաղարկություն, որտեղ բոլորը գրեթե կշահեն, հասկանում ես, շատ լավ գաղափար եք մտածել, ել ավելի ոգեշնչելու մարդկանց, մի խոսքով դեկտեմբերի 6-ին Elite Plaza ճիշտ եմ հիշում։ Առավոտ ժամը 10-ը։ 10-ից բացվում է, համեցեք, մոտեցեք, իսկական ամանորի տոնական տրամադրություն է այնտեղ իշխել եւ հիշեք, հետ շփվեք։ Սա էլ է շատ եւ չեն ասում, համառորեն պահում են, թե որ երկրի դեսպաններն են, բայց կյանք, այո, շնորհակալություն։ Մենք շնորհակալ ենք եւ հաջողություն ենք մաղթում, թե այդ օրը, թե առհասարակ առաջիկա տարվա ձեր բոլոր պլաններում, հուսով ենք, որ մյուս տարվա տոնավաճառին ել ավելի շատ պատմելու բան կլինի կապված տարվա հետ, ել ավելի շատ ծրագրեր կլինեն իրականացված։ Մենք լիահույս ենք նաեւ, որ ողջավորվածությունը ձեր երբեք չի պակասի։ Սա շատ կարեւոր հանգամանք է եւ շարժիչ ուժն է։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Երևանում կանանց միջազգային միավորում հասարակական կազմակերպության անդամակցության հարցերով խմբի ղեկավար Շողիկ Պոճոյանի եւ կազմակերպության գանձապահ Լալա Շահնազարյանի հետ։ Մենք կարճատև դադարից հետո կվերադառնանք, մնացեք մեզ հետ։
Սուրճ ու սեր առավոտից։ Sirve
ուշացած թող երբեք չլինեն խոսքերը, սա եւս շատ կարեւոր է։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, փորձենք նաեւ մեր կյանքի ընթացքում լինենք օգտակար, սա եւս շատ կարեւոր է։ Հասկացանք, որ մարդիկ կան, որոնք փորձում են նման տարբերակներ մտածել, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք օգտակար լինել մյուսներին, ովքեր դրա կարիքն ունեն։ Համաձայն եմ, այնպես որ ուրախ եմ, որ օրը հենց այդ նոտայով էլ սկսեցինք ինչ-որ առումով 10:35 արդեն Երևանում այս պահին արդեն 5 աստիճան է ջերմաստիճանը, դուք շարունակում եք լսել Սուրճ ու սեր առավոտից հաղորդման եթերաժամի վերջին հատվածը, բայց շարունակում եք լսել ու գրել, զանգահարել, որովհետև սա ինտերակտիվ հատվածն է եւ մենք ակնկալում ենք նաեւ ձեր մասնակցությունը հարգելի ռադիոլսողներ։ Հիշեցնեմ, որ մենք այսօր փորձում ենք հասկանալ կանայք են շատ շոփինգ անում, թե տղամարդիկ, շատ լավ ու շատ հետաքրքիր մեկնաբանություններ ստացանք մեր ռադիոլսողներից, թե on-line տիրույթում, թե զանգի միջոցով 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է։ Ես Աբոյին էլ եմ հարցրել։ Ինչ է ասում։ Արագ գրեցի կանայք են շատ շոփինգ անում, թե տղամարդիկ, նա բացատրեց իր այս մեկ բառով, թե որքան կարևոր է նախ եւ առաջ որպիսությունը հարցնել, ասեց Աբոջանը ներկայացնում է։ Հետաքրքիր վերլուծություն է բերել եւ ընդհանուր դիտարկումներ է փորձել անել, որովհետեւ ասում է, որ իրականում սերով չէ, որ որոշվում է ով է շոփինգ շատ անում կամ քիչ անում, ավելի ճիշտ է նայել վարքային ու հոգեբանական տարբերություններին, բայց եթե խոսենք միտումներից, ապա մի քանիսը նա այսպես առաջ է բերում, ասում է ընդհանուր դիտարկումներ կան, կանայք ավելի շատ գնումներ են անում, զգեստ, աքսեսուարներ, իհարկե շպարի պարագաներ, տան դեկորներ, հաճախ գնումներն ունեն նաև զգացմունքային հանգստացման բնույթ։ Չէ՞ որ ասում էին, չէ՞, լավագույն հոգեբանական թերապիան դա շոփինգն է։ Ասեմ ձեզ հարգելիներս, կանանց մոտ նախասիրությունները փոխվել են, նույնիսկ դրա վերաբերյալ կան փոքրիկ հոլովակներ, ռիլերի տեսքով, որ շոփինգը վաղուց արդեն թերապիա չէ, թերապիան ճամփորդություններն են աղջիկներով։ Առանց տղամարդկանց դա փաստ է, դա իմ անձնական օրինակը չէ, ես նայում եմ, թե հոգեբաններն ինչ են ասում այդ ուղղությամբ։ Սիրում են կանայք համեմատել մի քանի խանութով, անցնում են մի քանի խանութ, ընտրում են ավելի նախընտրելին, բայց միշտ վերջում գնում ես հենց առաջին հավանածը, ճիշտ ես։ Կամ հետո փոշմանում ես, որ ձեռք չես բերել այն մեկը։ Տղամարդկանց վերաբերյալ Աբոն ասում է, որ ավելի շատ գումար են ծախսում, անգամ քիչ գնումներ անելով, գնումներ կատարում են արագ, ավելի նպատակային տեխնիկա, սպորտային ապրանքներ, ավտոմասեր, այդ դեպքում միջին գումարը բարձր է։ Հաճախ գնում են այն, ինչ ավելի արդեն լավ ուսումնասիրել են, իսկ մենք գնում ենք տեղում ենք սկսում։ Այստեղ մի կարևոր տարբերություն էլ կա, տղամարդիկ ավելի շատ փորձում են որակին ուշադրություն դարձնել, իսկ կանայք ավելի շատ արտաքին տեսքին են ուշադրություն դարձնում, նրանց համար ավելի կարևոր է գունային գաման, զպրտիչները, թիթիզ աքսեսուարները եւ այդպես շարունակ։ Այո, փաստորեն ստացվում է ըստ Աբոյի, ստացվում է մենք ավելի շոփինգ ենք անում, բայց նաև ավելի խնայող ենք, որովհետև ավելի քիչ ենք արդյունքում ծախսում։ Թե ասում ենք կանայք շատ են փող ծախսում։ Հետո բացի դրանից այդ քո նշած միտքը, որ տղամարդիկ շատ երկար ուսումնասիրում են, թե ինչ են ուզում, դա շատ եմ նկատել, որ օրինակ մի ամիս շարունակ կարող է ասել, որ ինչ որ մաս է պատրաստվում գնել կամ ինչ որ հագուստի կտոր նայում են, ուսումնասիրում են, on-line են նայում, ինչ որ տարբերակներ են, ասենք համակարգիչ է, չէ՞, գրելու բոլոր մոդելները տեսնում են, նայում են, գնում են, իսկ մենք ինչ կանենք, կմտնենք համակարգչի խանութ, կասենք որն է լավը։ Վրաս կհավատանք, վաճառողին միանգամից հավատում ենք։ Կտանք, օրինակ ինչ որ մեզ պետք է, այս ինչ անում է այս համակարգիչը։ Վաճառողը կասի այո, մենք կհավատանք, կգնենք։ Վաճառողները մի քիչ կթածակ ունենա, կկարողանա բռնել այնինչ դու ուզում ես լսել եւ վաճառել քեզ այնինչ ուզում է վաճառել։ Այո։ Շատ լավ ստացվեց այս տարբերակը, իդեպ հետաքրքիր ուսումնասիրությունների շարքից Աբոն էլի բան է առանձնացրել եւ ասում է, որ կանայք ընդհանուր առմամբ գնումների ավելի մեծ քանակ են կատարում։ Տղամարդիկ տարեկան ավելի մեծ գումար կարող են ծախսել հատկապես տեխնիկայի ու գadgetների վրա։ Տղամարդկանց մոտ շոփինգից հոգնելը ավելի բարձր է, քան կանանց մոտ շոփինգից էներգիա ստանալը։ Փաստորեն պատահական չէ եւ այնքան էլ չեն ձևացնում, երբ շոփինգի ժամանակ իբրև հոգնում եւ նստում են։ Չեն նստում, պարկում են։ Կամ պարկում են այնտեղ, կամ բողոքում են մինակ։ Լուսինե, իսկ կա այնպիսի մի իր, որը ըստ քեզ ամենաշատն ենք մենք անտեղի գնում, այսինքն հաճախ ենք չէ խոսում ինչ որ իրերի մասին կամ ինչ որ ցանկի, որոնք անտեղի են, սովորաբար հետո պետք չեն գալիս։ Օրինակ հագուստը իմ կարծիքով այդպիսի բան չէ, որովհետեւ միշտ էլ արդյունքում կրում ես հագուստ։ Բայց դու կարող
կարող ես գնել հագուստներ, որոնք նորաձև են ու չկրել հետո դրանք մնան քո զգեստապահարանում, աքսեսուարները։ Դե մեր դեպքում կարծում եմ օրինակ վստահ եմ դու ես այդպիսի մարդ, մեր դեպքում հաճախ նվիրում ենք, Հայաստանում դա ընդունված է, որ եթե ինչ-որ բան գնեցիր եւ ինքդ չկրեցիր, նվիրում ես, իսկ նվիրելը նույնպես իմ կարծիքով հոգու համար հաճելի մի բան է, այնպես որ ես դա չեմ համարում անտեղի գնում։ Եթե ինչ-որ բան գնել եմ, ինձ չի համապատասխանել եւ նվիրել եմ ընկերուհուս, Անտեղի գնում է համարվում, կարծում եմ մասնագետները վստահաբար կհամաձայնեն ինձ հետ, երբ մարքեթինգի զոհ ես դառնում, տեսնում ես մեկն ինչ իջել է, մեծ թվով գրված է, գնում ես այն ինչ չէ իրել պլանավորել գնել եւ պետք էլ չէ, բայց գնում ես, որովհետեւ զեղչվել է։ Այս հնարքները միշտ օգտագործվում են եւ աշխատող հնարքներ են, բայց ես խոստացել էի, որ մենք կլսենք Britney Spears-ի կատարումներից, հիմա լսենք այն երգը, այս միակ կատարումն է, որ այստեղ իրեն հավանում եմ, չգիտեմ շատերդ ինչպես եք Britney Spears-ին վերաբերում, բայց այս երգը վստահ եմ դուք եք սիրում։ There by the record machine, I knew he must have been about 17. The beat was going strong, playing my favorite song. I could tell it wouldn't be long till he was with me, yeah, with me. I could tell it wouldn't be long till he was with me, yeah, with me. Singing I love rock and roll, so put another dime in the jukebox, baby. I love rock and roll, so come and take the time and dance with me. Ow. He smiled so I got up and asked for his name, but that don't matter, he said, 'cause it's all the same. He said, can I take you home where we can be alone? And next we were moving on, and he was with me, yeah, with me. And we were moving on and singing that same old song, yeah, with me. Singing I love rock and roll, so put another dime in the jukebox, baby. I love rock and roll, so come and take the time and dance with me. Ow. I love rock and roll, yeah, 'cause it soothes my soul, yeah. I love rock and roll, yeah, yeah. He said, can I take you home where we can be alone? And next we were moving on, and he was with me, yeah, with me. And we were moving on and singing that same old song, yeah, with me. I was singing I love rock and roll, so put another dime in the jukebox, baby. I love rock and roll, so come and take the time and dance with me. I love rock and roll, jukebox, baby. I love rock and roll, come and take the time and dance with me. Սուրճ ու սեր առավոտից։ Վաղ առավոտից սուրճ, սեր ու իհարկե այսպես դրթում դեպի շոփինգ։ Իսկապես, գուցե ինչ-որ մարդիկ պայքարում էին իրենց շոփահոլիզմի դեմ եւ մենք հիմա խոսեցինք շոփինգի մասին եւ հիշեցին, որ ինչ-որ բան էին հավանել ու հիմա կգնան ու մեր պատճառով գումար կծախսեն։ Հետո կասեն, ախ ինչու մենք ձեզ լսեցինք, մի ծախսեք։ Հիշեք, որ հիմա Secret Santa-ն է լինելու, Ծախսերը դեռ առջևում շատ են։ Այո, շատ են, ամանորյա ծախսերն են շատ, այնպես որ
Իրականում զսպեք ձեզ։ մենք այսօր փորձում ենք հասկանալ միասին կանայք են շատ ծախսում թե տղամարդիկ, բայց իրականում շոփինգի քանակը որոշվում է ոչ թե սեռով, այլ տարիքով, սոցիալական միջավայրով, հոգեբանական տիպով, տրամադրությամբ եւ իհարկե մեծ նշանակություն ունի ձեր եկամուտը։ Արդյոք կարող եք ձեզ թույլ տալ հաճախ շոփինգ անել, թեպետ ես գիտեմ մարդկանց, որ աշխատավարձը ստանում են, գնում են ամբողջությամբ, ծախսում են, հետո ամբողջ ամիսը պարտքով մի կերպ յոլա են Կամ գնում։ քաղցած, քանի որ ես հատկապես առավել երիտասարդ տարիներին հենց այդպեսին եմ եղել, վստահեցնում եմ, որ նման մարդիկ կան, ինչ կշարունակես մեզ պատմել, թե էլ ինչ է առանձնացրել աբոն, ասեմ, որ մեր ռադիոլսողներից Արմեն Գրիգորյանը նախ մեզ բարի լույս է մաղթել, հետո նշել է, որ մենք փորձում ենք համեմատել անհամեմատելին։ Հա ճիշտ է։ Այո, աղջիկներ ջան, դուք ուղակի ուզում եք համեմատել անհամեմատելին։ Փաստորեն տղամարդկան կարծիքով նույնիսկ համեմատելի չի մեր։ Բայց հետաքրքիր է տղամարդիկ փոխվել է, չէ, իրավիճակը այդուհանդերձ մենք նկատում ենք, որ նրանք սկսել են ավելի ուշադրություն դարձնել իրենց հագուկապին, փորձում են նորաձևության որոշ տենդենսներին համահունչ լինել, դա շատ լավ է։ Իսկապես մեր աչքը շոյվում է, իմացեք, որ կոկիկ տղամարդը միշտ շատ հաճելի է։ Այո։ Սա եւս շատ կարեւոր է։ Այստեղ ապուն նաեւ առանձնացրել է, թե ինչու են կանայք երկար շրջում խանութներով։ Նա ասում է, որ ուղեղի կառուցվածքով է պայմանավորված մանրուքների նկատմամբ զգայունությունը, կանանց տեսողական վերլուծությունն ավելի մանրամասն է։ Նրանք միաժամանակ նկատում են գույնը, կտորը, բրենդը, գինն ու որակը։ Դրա համար ընտրության ընթացքը դառնում է հաճելի, ոչ թե հոգնեցնող, ինչը չես կարող ասել տղամարդկանց մեծամասնության մասին։ Ոչինչ բաց չթողնելու մեխանիզմը, կանայք սիրում են վստահ լինել, որ տեսել են ամեն ինչ եւ ընտրել են լավագույնը, այն որ խոսում էինք, որ ամենալավ տարբերակը դեռ կարող է այդ անկյունի մեջ լինել։ Մտածում են նրանք եւ փորձում են փորփրել ու ել ավելի խորանալ, որպիսի հաստատ ընտրեն լավագույն եւ նախընտրելի տարբերակը եւ չմոռանանք, որ կանանց մոտ էմոցիոնալ հաճույքն է գերիշխում։ Շոփինգը կարող է դառնալ տրամադրություն բարձրացնող գործընթաց, նոր բան փորձելը, չգիտեմ, այդ հանդերձարանների լույսերը, երաժշտությունը, մի տեսակ ուրիշ արարողություն է, հատկապես երբ աղջիկներով են գնում շոփինգի, այլ ոչ թե ամուսնու հետ, որը անդադար ասում է դե հերիք եղավ, հոգնածրիր, այլևս ի վիճակի չեմ սպասել ու դու անդադ փնփնթոց ես լսում։ Իսկ աղջիկների պարագայում բոլորը իրար հետ գնում են, փորձում են, ծիծաղում են, հումորներ են անում, հա, սա արդեն թերապիայի է նմանվում, չէ՞։ Իդեպ երբ դու նշեցիր, որ հիմա կարծես թե իրավիճակը փոխվել է եւ կանանց դեպքում ճանապարհորդելը ավելի շատ է թերապիայի նման, խոստովանիր, որ նույնիսկ ճանապարհորդելիս միևնույն է շոփինգ սիրում ենք անել այլ միանշանակ այլ երկրից ձեռք բերել որևէ բան, որը քեզ հետո ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելու է, դա շատ լավ է, հատկապես այդ երկրի մասին։ Հատկապես երբ գներն են ցածր այլ երկրներում, սա եւս Իսկ վերջին տարիներին, իսկ առնվազն վերջին տարիներին գրեթե բոլոր երկրներում գները շատ ավելի ցածր են։ Միանշանակ դա չի էլ քննարկվում։ Հիմա վերադառնանք տղամարդկանց, ինչու են տղամարդիկ արագ գնում, կատարում եւ միանգամից հոգնում։ Տղամարդու ուղեղը առաքելությամբ է աշխատում։ Տղամարդիկ գնում են խանութ կոնկրետ նպատակով մտնել, գտնել, վերցնել ու դուրս գալ։ Վայ, ինչ է երկար բարակ այնտեղ պտտվում, ֆուրֆուրում։ Ինֆորմացիոն ծանրաբեռնվածություն, բազմաթիվ հագուստներ, գույներ, դիզայններ արագ են հոգնեցնում տղամարդկանց։ Տղամարդը կարող է 5 րոպեից մտածել, դե վերջ, ինչ կա է, սա է, վերջ, այլևս ի վիճակի չեմ պտտվել այս խանութներով։ Եվ երրորդը բնականաբար էմոցիոնալ կապն է քիչ, տղամարդու մոտ հաճույքը ոչ թե գործընթացից է, այլ արդյունքից։ Գնացի եւ խնդիրը լուծեցի։ Իսկ մենք սիրում ենք այդպես վիդեոներ անել, նկատել եք արդեն աղջիկները նաեւ հանդերձարաններից են վիդեոներ անում եւ խնդրում որպեսի հետեւորդները իրենց օգնեն, թե որ տարբերակը ընտրեն։ Իսկ դու գիտեիր, Լուսինե, որ փաստորեն այդտեղ նույնպես շատ հետաքրքիր եւ զարմանալի մարքեթինգային, այսպես ասած, քայլ կա բարձվում է, որ հանդերձարանների լուսավորությունը, հայելիների դիրքը շատ երկար պլանավորած եւ ուսումնասիրած է եւ արած է այնպես, որ դու շատ ավելի ճակերտներում ասած գեղեցիկ ես երևում, քան հետո քո տան հայելիով։ Պատահական չէ, որ խանութում երբեմն շատ ենք հավանում հագուստը, հետո տանը տեսնում ենք, որ այլ տպավորություն է։ Ներեցեք, բայց ինձ մոտ հակառակ process-ն է միշտ։ Ես հանդերձարանների խանութներում ինձ երբեք չեմ հավանում։ Չես հավանում։ Չէ, բացարձակ։ Այստեղ մենք նաև խոսեցինք դրա մասին, որ կարող ենք անպետք իրեր ձեռք բերել, որովհետև տեսնում ենք զեղչե եւ միանգամից որոշում ենք, որ քանի զեղչե վերցնեմ, բայց ախր քեզ պետք գալու է այդ իրը թե ոչ։ Այդ մասին նույնպես այո, կա ուսումնասիրություն, որ իրականում զեղչերը
ինչ որ առումով կանանց վրա իսկապես ավելի շատ են ազդում, մենք ավելի շուտ ենք ֆիքսում այդ տոկոսները, նշանները զեղչի։ Այնտեղ կա 9,999 ու մենք այդտեղից ուրախանում ենք, որովհետև մինիշ պակաս է։ Իդեպ, ինչ դու կմանրամասնես, մենք լսենք մեր ռադիո լսողին, զանգ ունենք։ Բարի լույս։ Բարի լույս, ով է մեզ միացել։ Խնդրում ենք հեռացեք ռադիո ընդունիչից կամ ձայնը անջատեք եւ մեզ հետ շփվեք բացառապես հեռախոսի միջոցով։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներկայացեք։ Ես ողջունում եմ հաղորդաշարը։ Ահա։ Լուսինե։ Այո։ Լուսինե, ուրեմն ես հավատում եմ, որ ծիծաղողները երկար են ապրում, ես դրա համար ուրախ եմ։ Շնորհակալություն։ Это ասեմ, այսօր ես 64 տարի ամուսնացած եմ, այսօր։ Շնորհավորում ենք։ Այստեղ ծափ է։ Ինձ էլ մոտս նստած 40 տարեկան։ Վայ, շնորհավորում ենք երկուսիդ էլ։ Իմ հագուստների 80%-ը առանց ինձ ինքնագներ։ Ես հավանել եմ եւ հակել եմ էլի այդ հագուստը։ Հրաշալի է։ Ամեն դեպքում դրամատը երբ հավանում է, եթե այսինքն կնոջը շնորհք ունի, եւ վերահսկացումները բոլորը կհավանի տղամարդը։ Բրավո։ Եվ տղամարդը այդ գործում խառնելու իշխում ավելի քիչ գործ ունի։ Այստեղ խոսում է տղամարդու վստահությունը կնոջ նկատմամբ։ Ես ողջունում եմ ձեր բոլոր լուսինե ընկերոջը ողջունում, քեզ ողջունում եւ բոլոր ռադիո լսողներին ես 64 տարի ռադիո եմ սպասարկել, հանրային ռադիո։ Շնորհակալություն, մենք գիտենք։ Ամուսնալուց միջև այսօր 50 տարի վճարովի մնացածը բարեգործական։ Շնորհակալ ենք Շատ շատ։ շնորհակալ ենք։ Միջև այսօր կապ ունեմ բոլոր այդ կապի ռադիո հանգույցների աշխատողների հետ բոլորին գիտեմ։ Ողջունում ենք բոլորին։ Ուզում եմ ծշտել Արմեն Կոլոյանն է ռադիոտանցնողը։ Այո։ 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 Բա ինքը ավելի շատ հաղորդավար է, քան տնօրեն։ Այո, պարոն Քոլյանը եթերում նույնպես ունի հատված։ Ես հիշեցի Կոլոյանին ծանոթ եմ Ազատություն ռադիոկայանը։ Այո, ես հիշեցի տարիներ առաջ, երբ հանրային ռադիոյում էի աշխատում եւ Ազատություն ռադիոկայանը հեռարձակվում էր նաեւ մեր հաճախականությամբ, ես միշտ լսում էի պարոն Քոլյանի մատուցման լուրերը։ Դե բայց այո։ Ես առողջություն ցանկանում ասեմ, ինչ թե հիվանդացել ես։ Այո, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք զանգի համար։ Երևանի կեսը հիմա հիվանդ։ Այո, ճիշտ է։ Ինչ ասեմ։ Երեխաները տեր են ապրում, մարդիկս դպրոցի տնօրեն է։ Փոքր թորնիկս կոռուպցիայի դատավորը։ Տենց կապկա Երևանի հետ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք զանգի Այո, համար, շատ հաճելի շնորհակալ է։ ենք մեզ լսելու եւ միշտ կապի մեջ լինելու համար, այդքան ուշադիր լինելու համար եւ նաեւ եւս մեկ անգամ շնորհավորում ենք, իսկապես հրաշալի եւ շատ հուզիչ էր ամուսնության երկար ամուր սիրո պատմություն, որտեղ ամեն ինչ վստահում են մենակ։ Դա հիմքում վստահությունն է մեկը մյուսի նկատմամբ, դա իհարկե հիանալի է այս պարագայում, ինչքան է վստահում կնոջը կնոջ ճաշակին, որ ամեն ինչ թողնում է, որ կինը որոշի, հրաշալի է, այո։ Եվ մի կարևոր բան էլ չմոռանանք, որ մենք տարիների ընթացքում ձեռք ենք բերում մասնագիտություն, աճում ենք, զարգանում ենք, գուցե հետո փոխվեն մեր մասնագիտությունների ընթացքը եւ մենք այլ գործառույթ իրականացնենք, այնպես որ ամեն ինչ այս կյանքում հնարավոր է։ Կարևորը ոլորտից չհեռանալն է։ Այո, այո։ Եվ խոսելով վերադառնալով զեղչերին եւ տոկոսներին, պարզվում է, որ չնայած այն բանին, որ մենք առաջինն ենք նկատում զեղչերը եւ ֆիքսում, որ ինչքան տոկոսով է, այսպես ասած, իջել ապրել, բայց նաև մենք ավելի լավ ենք համեմատում գները, այսինքն մենք ավելի լավ ենք հասկանում, թե զեղչը իրական չէ, տղամարդիկը ավելի հավելյալ բարձրացրել են, բայց ավելի հեշտ են խախտվում։ Ոնց մենք պիտակը նայում ենք վրայից տակից ինչ գին է փակցված, իսկ տղամարդիկ ոչ։ Դրա հավեսն ու զահլան չունեն, այսպես ասած, այնպես որ իրական զեղչերը չգիտենք, բայց որ իրական տրամադրություն է մեր եթերում միշտ դա փաստ է, հարգելի ռադիոլսողներ, եւ մենք սիրով ենք դա անում, ասում ենք մեր սիրելիներին, եթե նրանց հետ ենք գնում որևէ շոփինգի, ասում ենք գնա, հիմա ես կգամ, ինչպես օրինակ ասում է Սոֆին։
Թե ոնց դու իմ կյանք մտար ու իմ սրտի մեջ թաքնվեցիր Իմ սրտի տանիքն ես ու իմ տիտանիքն ես Դու ինձ խորտակում ես քո սիրո ծովում Իմ սրտի մետրոն ես դար դեպի կենտրոն ես Սիրուց օրորվում եմ համել մոլորվում Գնա գալիս եմ հետդ պարելու Քո համբույրից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետդ ուր ասես Չունի աշխարը մեզ համար քարտես Երասի խորքում սերը ինձ հողից ոգում ու հանում է յոթերորդ երկիր Որ քո սիրուց աղթանամ ու նոր հասկանամ հեռու չեմ գնա էլ քո գրքից Իմ սրտի տանիքն ես ու իմ տիտանիքն ես Դու ինձ խորտակում ես քո սիրո ծովում Իմ սրտի մետրոն ես դար դեպի կենտրոն ես Սիրուց օրորվում եմ համել մոլորվում Գնա գալիս եմ հետդ պարելու Քո համբույրից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետդ ուր ասես Չունի աշխարը մեզ համար քարտես Գնա գալիս եմ հետդ պարելու Քո համբույրից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետդ ուր ասես Չունի աշխարը մեզ համար քարտես Գնա գալիս եմ հետդ պարելու, հետդ շոփինգ անելու, հետդ սրճելու, տարբերակները կարող են լինել շատ տարբեր հարգելի ռադիոլսողներ, կարևորը որ դուք երջանիկ լինեք։ Սա եւս շատ կարևոր հանգամանք է, փորձենք ամեն ինչ անել, որ կարևոր մանրուքներով նաեւ երջանկացնենք մեր սիրելիներին, մտերիմներին։ Նաիրա Սարգսյանն on-line հարթակում գրել է, ինձ էլ միշտ թվացել է, որ միայն ես եմ, որ հանդերձարանում ինձ ահավոր տգեղ եմ տեսնում, չէ՞ դուք մենակ չեք, մենակ չեք։ Իրականում կարծում եմ ամենակարևորը, ինչպես Լուսինեն արդեն նշեց, ոչ թե նույնիսկ հայելին է, այլ ներքին զգացողությունը եւ հուսով ենք, որ այսօրվա ձեր ներքին զգացողությունը եւ օրվա դրական տրամադրությունը կարողացանք ապահովել առավոտկանով։ Եթերում ձեզ համար աշխատեցին իմ շատ սիրելի գեղեցկուհի Վեգա Անդրեասյանը Եվ իմ շատ սիրելի գեղեցկուհի Լուսինե Մուրադյանը եւս մեկ անգամ բարի լույս ենք մաղթում եւ օրվա լավ շարունակություն։ Ժպիտով անցկացրեք օրը, մնացեք հանրայինի հետ։